Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչները հանդես են եկել նախաձեռնությամբ կառավարությանը կոչ անելով ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Տիկին Մոսկովյան, առնվազն Հայաստանի անկախացումից ի վեր արդեն 30 եւ ավելի տարիներ է, ինչ Մեծ Բրիտանիայում հայ դատի գրասենյակը զբաղված է հասնելու ջանքեր ներդնելու հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը։ Ինչ նախադրյալներ կան հատկապես այն ֆոնին, երբ այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենք արդեն ցեղասպանության հարցում կարծես թե այլ մոտեցում են որդեգրել, եթե փորձեմ մեղմ ձևակերպել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրեմն Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները երեքշաբթի մասնակցել են ծաղկեպսակի զետեղման արարողության, որը հայդատը եւ համայնքային խորհուրդն էր ծրագրել, եւ նաեւ ներկային լորդերի պալատի ներկայացուցիչներ հարգանքի իրենց դուրքը մատուցելու հայոց ցեղասպանությանը եւ խնդրելու Միացյալ Թագավորության կառավարության ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանության լոբբինգը սկսվել է ցեղասպանությունից անմիջապես հետո եւ այն ժամանակ, երբ մենք չունեինք անկախ պետություն, սակայն երկրների կողմից ճանաչումը հիմնականում տեղի է ունեցել Հայաստանի անկախությունից հետո 1990-ականներից սկսած։ Վերջին տարում ներկայիս ինչպես դուք նշեցիք, ներկայիս իշխող կուսակցության անդամներից ոմանք կասկածի տակ են դրել հայոց ցեղասպանությունը, իսկ Փաշինյանն ու Միրզոյանը երկուսն էլ հայտարարել են, որ հայոց ցեղասպանության ճանաչումը կառավարության համար առաջնահերթություն չէ։ Սփյուռքում հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն է եւ միշտ է լինելու, մեզ ոչ մի կոլաբորանիստ իշխանություն չի թելադրելու այս խնդրի մասին։ Մենք Միացյալ Թագավորություններում շարունակելու ենք պահանջել Միացյալ Թագավորության կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ արդարություն Արցախի ժողովրդի իրավունքների համար, այնքան ժամանակ, որ դրա պահանջը եւ կարիքը լինի։ Շատ է հայկական պետության, ճիշտ է, որ հայկական պետության արտաքին քաղաքականությունը ներկայումս փոփոխության է ենթարկվում եւ առաջինը ճիշտ կլիներ, որ հենց պետությունը լիներ պահանջատերը պատմական մեր արդարության եւ պաշտպանել հայության արժանապատվությունը եւ խաղաղ ապրելու իրավունքը, սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չունեինք անկախ պետություն եւ ազգային հայրենական արժեքները հետապնդվում էին կոմունիստների կողմից, Սփյուռքը արդարություն էր պահանջում, այսպիսով անկախ նրանից, թե մեր կառավարությունը օգնի մեզ, թե ոչ, մենք շարունակելու ենք պայքարել հանուն հայ ժողովրդի արդարության եւ հանուն պատմական արդարության։ Այսքան։ Ապրիլի 24-ին ինչ միջոցառումներ են անցկացվել կամ անցկացվելու նախորդ տարվա հետ համեմատ որևէ փոփոխություն կա արդյոք ծրագրում թե ոչ։ Միջոցառումները բավական շատ են, համայնքային խորհուրդը Լոնդոնում կազմակերպվելու է հանուն արդարության երթ շաբաթ օրը, ՀՅԴ երիտասարդականը ցույց է կազմակերպել Թուրքիայի դեսպանության առաջ այսօր։ Մենք սովորաբար ծաղկեպսակի զետեղման արարողություններ են կազմակերպում Սենոթաֆի մոտ, որ արդեն երեքշաբթի եղավ հայդատը եւ նաեւ Անգլիայի Իլինգ շրջանում լինելու է
Ծաղկեպսակի զետեղում եւ ապրիլ 24-ի միջոցառում Իլինք շրջանում մեր նոր հուշահամալիրում, որը կոչվում է Eternal Flame, այդտեղ եւ այդտեղում ներկա են լինելու քաղաքապետարանի անձնավորություններ եւ խորհրդարանի Իլինգի խորհրդարանի ներկայացուցիչներ։ Մենք նաեւ այս միջոցառումները Սփյուռքի մեջ միշտ եղել են եւ նաեւ Սրբազանի գլխավորությամբ հայկական եկեղեցում նույնպես միջոցառումներ է կազմակերպվել Սփյուռքը միշտ կրել է ազգային արժեքների ջահը եւ հույս ունենք որ նույնը կլինի Հայաստանում Տիկին Մոսկովյան, տեսեք, շատ երկրների պարագայում, ինչպես օրինակ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, մենք գիտենք տեղի հայամետ գործիչներին, ովքեր աչք են ընկնում հայամետ առաքելությամբ, սակայն Միացյալ ներողություն, սակայն Մեծ Բրիտանիայի պարագայում կարծես թե կա հստակեցման կարիք։ Բրիտանիայի պարագայում, օրինակ, ովքեր են այն հայամետ գործիչները, որոնք մինչև այսօր նույն ուղղության վրա են եւ երբեք չեն փոխել իրենց դիրքորոշումը, այսպես ասենք։ Պատմական իմաստով Վիլյամ Գլադստոնն է 1916 թվականին բրիտանական խորհրդարանը հայոց ցեղասպանության մասին զեկույց է հրապարակել եւ շատ կարեւոր եւ հայտնի կապույտ գիրք անվանության տակ հեղինակներն են եղել Վիկտոր Բրասին եւ Արնոլդ Թոյնբին ներկայում մեր սիրելի բարոնոհի Քոքսը, որը արդեն շատ բոլորը տեղյակ են իր գործունեության մասին նամանավանդ Արցախում, Լորդ Օլթոնը, որ այսօր նաև Telegraph-ում հայկական ցեղասպանության մասին գրություն է գրել եւ կապել է ներկա վտանգները, որ Հայաստանը սպառնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով, Ջեֆրի Ռոբերտսոնը, Սթիվեն Փաունդը, Թիմ Լոթոնը, Ջեսիկա Մորդենը, Քրիս Լոթոնը եւ շատ ուրիշ անդամներ, օրինակ Անդրու Ռոզենդեյլը, Ջոն Վոյթինգդեյլը, Ռուպա Հակը, Ռութ Քադբերին եւ խորհրդարանական բարեկամության խմբի բոլոր անդամները։ Կան նաև բազմաթիվ ակադեմիկոսներ եւ պատմաբաններ։ Ուրեմն, այո, Անգլիայում կան մեզի բարեկամ շատ ներկայումս մանավանդ դեմքեր, հայտնի դեմքեր եւ այդ թիվը աճում է, քանի որ մենք աշխատում ենք, որ ավելի բարձրացնենք մեր հարցերը եւ ավելի ընդլայնում ունենա մեր խնդիրները։ Սակայն պիտի ասեմ, որ մեր իսկական դժվարությունը եւ խնդրեմը Հայաստանի կառավարությունն է։ Հայաստանի կառավարությունն է, որ պիտի լինի ջահագիրը մեր արդար դատի լուծումի մեզ անվտանգ երկիր ներկայացնելու իրանք կարծում են որ մուրելով խաղաղություն եւ ունենալով միշտ աշխատելով բավարարել թշնամու պահանջները իրենք ստեղծելու են անվտանգ երկիր, որը իսկապես հակասում է քաղաքական նորմերի եւ այսինքն աբսուրդ է, որ երբ որ Ալիևը պահանջում է մեր սահմանադրության փոփոխությունը նույն ձևով այդ թելադրում է նաև թելադրվում է կառավարության անդամների միջոցով եւ պահանջները իրանք էլ նորից աշխատում են գոհացնել այս չի բերում այս փաստը հենց ուղիղ փաստ է որ մենք ինքնիշխան երկիր չունենք դժբախտաբար եւ մեր ոչ ինքնիշխանությունն է սպառնում Հայաստանի ապահովությունը
եւ անվտանգությունը դժբախտաբար։ Դուք ասացիք, որ Հայաստանի կառավարությունը պետք է լինի մեր ջահակիրը, ձեր ջահակիրը, դեռ ավելին ոչ միայն այդ ջահակրի դերը չի ստանձնում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, դեռ մի բան էլ երեկվա ջահերի երթն է մեկնաբանել վարչապետի մամուլի խոսնակը, փոխանցելով Փաշինյանի կարծիքը, որի համաձայն Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի միջազգայինորեն ճանաչված պետության, առավել եւս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Կարծեմ թե նախորդ 20-25 տարիների ընթացքում, ինչ այս միջոցառումները անցկացվում են, ջահերթը անցկացվում է, որևէ ղեկավար չէր դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշի այրումը, առնվազն եթե չէր էլ գովերքել, ապա չէր էլ մեկնաբանել, առավել եւս դատապարտել։ Որն է ձեր ասելիքը։ Իսկապես ողբալի է նման մեկնաբանություն, քանի որ Ադրբեջանը արդեն մեկ ամիս է անդադար կրակում է դեպի հայ գյուղերը, սահմանամերձ գյուղերը Սյունիքում եւ ոչ մի անդրադարձ չի եղել պետության կողմից այս ուղղությամբ, որևէ ձևով չեն դատապարտել այդ ակտերը եւ նմանում է այս խնդիրը, որ իրենք են մոտեցում իրենց, այն է, որ այն, որ մատնվում է թիրախի եւ ցեղասպանության, ինքն է մեղավոր, որ նման բան է պատահել իրանց հետ։ Վիկտիմի մոդելն են ուզում ներկայացնել, որ մեղավորը վիկտիմն է, ոչ թե ագրեսորը։ Այսի ցավալի է, իսկապես ցավալի մոտեցում է մեր կառավարության կողմից եւ դատապարտելի եւ Սփյուռքը չեմ կարծում, որ լուր մնա այս խնդրում։